ձեզ, մենք մի անգամ եւս հանդիպում ենք եւ դա շատ հաճելի է։ Հիշեցնեմ նախորդ հաղորդմանը մենք արդեն հասանք մոտավորապես բուն պատարագի, այսինքն մեր պատարագի այդ ներքին հատվածները, ներքին կարգով բաժանված հատվածների ամենագլխավորը, որը կոչվում է բուն պատարագ, այսինքն դա իրականում պատարագի բարձրակետն է, որտեղ արդեն քահանան սկիհը բարձրացնելով արտասանում է Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի հայտնի նախադասությունը կամ արտահայտությունը արեք, կերեք, սա իմ մարմինն է եւ այլն, հետո օրհնում է գինին, հետո ասում է արփեք, այսինքն խմեք, սա իմ արյունն է, որ ձեր համար պիտի հոսի ձեր մեղքերի, թողության եւ այլն եւ այլն, սա արդեն պատարագի բարձրակետն է։ Սուրբը երկեցինք, հետո սկիհը բարձրացրեց եւ արտասանեց իր այդ հայտնի Քրիստոսի նախադասությունները, իմիջիայլոց այս ամեն ինչը Քրիստոս հենց նույն խորհրդավոր ընթրիքին հանձնարարեց կամ առաջարկեց իր աշակերտներին ասելով, որ արեք սա իմ հիշատակի համար։ Հենց դա էլ հանդիսացավ պատարագ երևույթի առաջացման եւ որ անընդհատ աստորեն դարեր շարունակ այս նույն արարողությունը կատարվում է, դա հենց Քրիստոսի առաջադրանքն էր մեզ։ Հետևաբար արդեն սկիհը բարձրացրած քահանան ասում է արեք, կերեք, սա իմ մարմինն է, մենք դպիրները, այսինքն ասում ենք ամեն, որտեվ ասում է դա բաշխվում է ձեր մեղքերի թողության համար, հետո նույնպես գինին խմեք սա, որտեվ սա իմ արյունն է, որը հոսելու է կամ հոսում է ձեր մեղքերի թողության համար, նորից ասում ենք ամեն եւ սկսում ենք արդեն փառաբանել, մեծարել կամ դիմել Սուրբ Երրորդության, Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի։ Հետևաբար մեր այսօրվա երգելու խմբերքերը հենց վերաբերվում են այդ Սուրբ Երրորդության, բացեք ձեր նոթաները։ Սկսում ենք բնականաբար Հայր երկնավորից, մի հատ բառերը կարդամ եւ փորձենք հասկանալ ինչ ենք ասում, որպեսզի հետո երգենք։ Հայր երկնավոր, որ զորտիտ քո ետուր իմահ վասը մեր պարտապան պարտիած մերոց։ Հեղմամբ արյան նորա աղաչեմ կսքեզ ողորմյա քո բանավոր հոտին։ Իր արյան հոսելով կամ դա ընդունված արտահայտության ձև է, մենք գիտենք ինչ որ բանի անունով, ինչ որ մեկի անունով երդվում ենք կամ ինչ որ մեկի անունից խնդրում ենք եւ այլն, իր, այսինքն Քրիստոսի արյան հեղումով կամ հեղման համար կամ մոտավորապես այդ միջնորդությամբ կարելի է ասել խնդրում ենք եւ աղաչում ենք, որ ողորմես քո բանավոր հոտին։ Իմիջիայլոց բան բառը շատ բազմիմաստ բառ է եւ մենակ երևի այս բառով կարելի է բարձրանալ որպես հարուստ լեզու, որտեղ իրականում եթե մենք գիտենք հենց Հովաննու ավետարանը առաջին գլուխ առաջին համարը սկսում է ի սկզբանե էր բանն եւ բանն էր առ Աստված եւ Աստված էր բանն եւ այլն խոսքը Քրիստոսի եւ առասարակ Աստծո գոյության մասին է, ի սկզբանե էր բանն։ Շատ տխուր է ուրիշ լեզուներով, որ թարգմանված է խոսք իմաստով, սկզբից էր խոսքը եւ այլ նույնիսկ արևելայերենով որոշ թարգմանություններ կան, անգլերենով նույնպես in the beginning was the word եւ այլն, մենք կարող ենք բարձրանալ, որովհետեւ բանը, բան, բառը ունի 3 իմաստ՝ միտք, գործ, խոսք կամ հերթականությունը այստեղ էական չի իհարկե, դա առհասարակ էություն է, այսինքն ոչ միայն խոսք։ Եթե մենք ասում ենք բանավոր, դա նշանակում է այնպիսի էություն, որը ունի միտք, որը ունի խոսք եւ որը ունի գործելու հնարավորություն։ Բանավոր հոտ, ոչ թե միայն խոսացող, թութակն էլ կխոսի։ Մենք որպես մարդիկ ունենք աստվածային կերպար, մենք իր նմանակությամբ ենք ստեղծվել։ Աստված իր հոգին է փչել հողի մեջ ամեն դեպքում, որպեսզի ստեղծի մարդը, արարի մարդը։ Հետևաբար, որպես բանավոր հոտ, դա նշանակում է մենք ունենք աստվածային կերպար, Աստծո նմանակությամբ ենք որպես էակներ, խնդրում ենք ողորմիր քո բանավոր հոտին։ Ուրեմն, երկնավոր Հայր,
դու որ քո որդին մահվան տվեցիր մեզ համար, որպեսզի ինքը դառնա մեր մեղքերի պարտապանը, իր արյան հեղումով խնդրում ենք, աղաչում ենք, ողորմիր քո բանավոր օդին։ Բարձ է։ Փորձեմ երկել, տոնայնությունը մի քիչ բարձր է, բայց երևի մենք կհարմարեցնենք մեզ։ Հայր երկնավոր, որ զորթիդ քո ետուր իմահվասը մեր, պարտապան պարտյաց մերոց, այսքանը նորից, Հայր երկնավոր, որ զորթիդ քո ետուր իմահվասը մեր, պարտապան պարտյաց մերոց, կարող եք այսքանը միասին, փորձենք, Հայր երկնավոր, որ զորթիդ քո ետուր իմահվասը մեր, պարտապան պարտյաց մերոց, այո, շարունակում եմ, Հելմապարյան նորա, աղաչեմ կսկես, որ միակո բանավոր հոտի։ Հոտ բառը իհարկե հասկանալի է։ Ի վերջո մենք Քրիստոսի առակների նմանակությամբ մենք Քրիստոսի ոչխարներն ենք։ Հիշում եք այդպիսի առակներ էլ առակ ուներ, որ հովիվը մեկ կորած ոչխարի հետևից գնաց թողելով ուներ 100 ոչխար թողելով 99 գնաց այդ կորածի հետևից որպես իրեն հետ բերի եւ այլն, այնպես որ մենք շատ հաճախ դա ընդունված արտահայտությունն է եկեղեցում հավատացյալ ժողովուրդը համարվում է Աստծո կամ Քրիստոսի հոտը։ Փորձենք անցնել առաջ, իհարկե այս ընթացքում քահանան ծածուկ աղոթքներով դիմում է Աստծուն, խնդրելով, որ այդ նշխարն ու գինին իսկապես վերածվեն, իրական վերածվեն Քրիստոսի մարմնին եւ արյան, օրհնում է, աղոթում է եւ այլն, բայց դա այսպիսի արտահայտություն կա, կոչվում է ծածուկ աղոթք, որովհետեւ չի բարձրաձայնում, ժողովուրդը չի լսում, նույնիսկ այդ ընթացքում երգչախումբը երգում է։ Բայց վերջում բարձրաձայն ասում է եւ ըսկույս ի քոյոց քեզ մատուցանեմ ըստ ամենայնի եւ հաղակս ամենեցուն, այսինքն ըսկույս քոնը ի քոյոց ոնց որ քոնոնցից, այդպես իհարկե չենք արտահայտվում, բայց նրանցից ովքեր քոնն են քեզ ենք մատուցում, քեզ ենք վերադարձնում, ըստ ամենանի եւ հաղակս ամենեցուն։ Այսինքն այնինչ որ քոնն է, խոսքը կարելի է համարել մեր մասին է, մեր հոգիների մասին է, մեր էության մասին է, մեր մատուցած պատարագի մասին է, այնինչ որ քոնն է, մենք որովհետեւ քոնն ենք։
նրանցից ովքեր քոնն են, այսինքն մեր կողմից մատուցում ենք կամ վերադարձնում ենք քեզ։ Այսպիսի արտահայտություն ունի պատարագիչ քահանան։ Հետևաբար մենք պատասխանում ենք բարերը կարդում եմ համենայնի օրհնյալ ես Տեր, օրհնեմ կըս քեզ, գովեմ կըս քեզ, գոհանամ կըս քեն, աղաչեմ կըս քեզ Տեր Աստված մեր։ Հասկանալի է։ Ենթադրում եմ շատ հասկանալի է, այսինքն ամեն դեպքում համենայնի բոլոր իմաստներով, բոլոր առիթներով, ամեն ինչում օրհնյալ ես դու Տեր։ Օրհնում ենք քեզ, գովում ենք քեզ, գոհանում ենք քեզանից, նաև աղաչում ենք քեզ Տեր Աստված։ Հասկանալի է։ Մի հատ էլ վերջին անգամ փորձենք։ Համենայնի օրհնյալ ես Տեր, օրհնեմ կըս քեզ, գովեմ կըս քեզ, գոհանամ կըս քեզ, աղաչեմ կըս քեզ, Տեր Աստված մեր։ Շատ ապրեք։ Այսօր այսքանը կհանդիպենք արդեն հաջորդիվ եւ կսովորենք որդի Աստծո։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։